Ինչու այս ամեն ինչը եղավ։ Իմ ընկերների քաղաքացիների լրագրողների շրջանակներում երկու հարց է շրջանառվում։ Առաջինը, պարոն Աղազարյան, ինչու առաջ չէիք քննադատում Նիկոլ Փաշինյանին, իսկ հայտնի դեպքերից հետո սկսեցիք քննադատել։ Եվ երկրորդ հարցը, ինչու այդպես ստացվեց, ինչու վարչապետը ձեր հանդեպ այդպես տրամադրվեց։ Եվ ես պարտավոր եմ այդ հարցերին պատասխանել։ Ես միշտ էլ այն հարթակներում, որտեղ որ կարելի էր, ես իմ քննադատությունը ներկայացրել եմ, շատերը շատ լավ գիտեն, բայց թիմային տրամաբանությունից ելնելով, ես դրանք չեմ հրապարակայնացրել։ Բայց որպեսզի մեկապարանոց չլինեմ, որոշ բաներ ներողություն եմ խնդրում, պետք է հիշեցնեմ։ Երբ որ պարոն վարչապետը երկդաշինքի խմբակցության ղեկավարն էր, այդ ժամանակ նախագահի ընտրության հարցեր եւ երկխմբակցությունը առաջարկել էր նախագահի թեկնածու Արտակ Զենալյանին։ Ես վարչության անդամ եմ եւ հարց բարձրացրեցի պարոն Փաշինյանին անվստահություն հայտնելու հետ կապված որպես խմբակցության ղեկավարի, որովհետեւ այդ կարևորագույն հարցը քաղաքական հնչողություն ունեցող ինքը չէր բերել վարչություն քննարկելու։ Հաջորդը Հայկ Մարությանի ընտրության ժամանակ, երբ որ վարչությունը թեկնածու առաջադրվեց Հայկ Մարությանի, միակն եմ եղել, որ դեմ եմ խոսացել։ Ճիշտ է, դեմ քվեարկել են շատերը, բայց միակն եմ եղել, որ դեմ եմ խոսացել։ Հետո մի տարի առաջ փետրվարի սկզբներին բոլորը երևի հիշում եք մի հատ հայտնի դեպք, մանկահասակ երեխաների մայրիկին կալանավորելու հետ կապված։ Ես այդ հարցը բարձրացրեցի եւ մենք բոլորս միամուռ դիմեցինք խափանման միջոցը փոխելու։ Իհարկե Քարամյանը չհարգեց, բայց Տիկին դատախազը հարգեց, կարծեմ, մեր միջնորդությունը եւ դա տեղի ունեցավ։ Հաջորդը էլի մի տարի առաջ մոտավորապես վարչապետը եկավ եւ մեր խմբակցության հետ միասին քննարկման ժամանակ Եվրոմիություն հայտ ներկայացնելու հետ կապված քննարկում եղավ։ Միայն ես դեմ խոսացի, բայց մի շաբաթ հետո ավելի ընդլայնված մեր քննարկման ժամանակ եւ կառավարության անդամները եւ վարչություն գրեթե բոլորներ դեմ խոսացին, բայց տեսեք, այսօր արդեն մենք երկրորդ դասեցմամբ այդ օրենքը ընդունեցինք, այսինքն վարչապետը թիմին շրջանցեց եւ այդ ձևով լուծեց հարցերը։ Այս ամեն ինչը խաղաղության պայմանագրի հետ կապված ես տարբեր տեսակետներ եմ հայտնել, այս ամեն ինչը վարչապետին թվացել է, թե ես խանգարում եմ պետական կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի ընդունման իմ համեստ կերպարով որոշակի Ամփոփ եք խնդրում։ Այո, ամփոփում եմ։ Որոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել եւ հետեւաբար ինքը դիմեց գնաց ճանապարհով ինձ մեկուսացնելու, ինձ քաղաքականությունից հեռացնելու, եթե այդ գինը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության պայմանագրի հետ կապված հետագա ամեն ինչը կլինի մեր պետության համար օգտակար, ապա ոչինչ, դες գինը վճարեմ, շնորհակալություն։